Բարև ձեզ, մենք գտնվում ենք Մուսալեռում, հյուր ենք եկել Տիկոյին։ Տիկոն մեր հաղորդման անիմատորщիկն է, ինքն է նկարել այդ վազող վայաչը եւ ամբողջ այդ friend request-ի աղն է տվել ինքը։ Հիմա մենք եկել ենք Տիկոյին հյուր ու հələ որ չգիտենք ինչ ցենք խոսալու, որոշել ենք խոսանք ու ուր որ կտանի, ընդեղ էլ կտանի։ Հիմա ես ուզում եմ Տիկոն մի քիչ ինքը պատմի իր մասին, ով է ինքը, ինչ է անում։ Ես Տիգրանն եմ, ապրում եմ Մուսալեռում, արդեն գիտենք, սովորել եմ Երևանի պետական կինոյի և թատրոնի ինստիտուտը որպես անիմատոր և այդպես զբաղվում եմ հիմնականում անիմացիայով, անում եմ նաև իլյուստրացիաներ երեխաների համար և այդպես նմանապիսի բաներ։ Հիմնականում ինչ-որ վերաբերում է երեխեքին, տենց դուրս գալի էլի, ոնց որ ես չեմ վերցրել այդ ուղղությունը, բայց ինչ անում եմ, գալիս է հանգնում է նրան, որ վերաբերվում է երեխեքին։ Դե ամենալավ բանը դա է, էլի, ինչ վերջը բոլորը պիտի վերջին հաշվով երեխեքի համար լինի, որովհետև երեխեքն են վաղը լինելու մեծեր ու շատ մեծ նշանակություն ունի, ինչ մուլտիկներ են նայում երեխեքը։ Իսկ ասենք դու կոնկրետ արել ես բալդամետրաժ ֆիլմեր, մուլտիպլիկացիա։ Աշխատել եմ տարբեր պրոյեկտների վրա, բայց այդպիսի լուրջ ինչ-որ բաների վրա չեմ աշխատել, այսինքն ես ազդեցիկ դեր չեմ ունեցել որևէ լուրջ պրոյեկտի մեջ, հուսով եմ, որ կանեմ, այդպես։ Քանի որ հիմա այսպես այդ ինդուստրիան մեր մոտ այն մակարդակի չի ու չի զարգանում այն տեմպերով ոնց որ պետք է, այսպես հիմա տարբեր խմբեր փորձում են իրանք ինչ-որ բաներ անել։ Անհատներ էլի։ Այդ մեծ կազմակերպչական խմբով, թիմով հələ որ ոնց որ թե ոնց տեսնում եմ չի ստացվում անել։ Փոքր խմբեր են հələ որ։ Իսկ հիմնականում ինչ-որ կարճ անիմացիաների պատվերներ են, հա, երևի լինում, ինչ-որ զաստավկաներ, բաներ։ Հիմա մենք էլ մեր խմբով ենք անում, էլի փոքր, բայց պետք է հիմա գտնենք մեր ուրույն ձեռագիրն ու բանը ու կազմակերպված փորձենք աշխատել դրա մեջ ու այդպես տեմպերը ավելի շատ արագացնելով փորձենք անենք այն, ինչ որ ուզում ենք։ Ինձ թվում է անիմացիան շատ լավ ճանապարհ է նաև ինչ-որ մի բան ասելու, բայց ոչ մարդը անհատը ասի, այլ մուլտիկի պերսոնաժը ասի ու ասենք դա ավելի անվտանգ է լինում, ավելի մի քիչ կատակոտ է լինում, բայց մեկը նույն ձևի ընկալվում է, ոնց որ ասենք լիամետրաժ ֆիլմը։ Չես մտածել երբևէ ասենք ինչ-որ ռեալիստական մուլտֆիլմ անել, Պերսեպոլիսի նման ասենք, այդ կարգի էլի, որտեղ որ արտացոլվեն կոնկրետ սոցիալական, հասարակական խնդիրները, թեկուզ ասենք փոքր խնդիրներ, ասենք մանր խնդիրների բաժանել ու ասենք այս խնդրեմը, այն խնդրեմը, չես ուզում այդպիսի բաներ անես։ Տարբեր իհարկե այտենց բաներ մտքեր կային, առաջ ավելի շատ, որովհետև սկզբից ոգևորված մտածում ես անել տարբեր բաներ, բայց երբ որ գալիս ես այդ իրագործելու ճանապարհին, տեսնես որ ահագին բաներ կա այդ թիմ ունենալու, որ աշխատել եւ այլ, բայց այդ նմանապիսի բաներ կային բնապահպանական ինչ որ։ Հա։ Այդ տեսքի ինչ որ բաներ էի մտածում անել։ Շատ կան այդպես բաներ։ Իսկ դա շատ տեխնիկական մեծ աշխատանք է պահանջում։ Այստեղ էլի գալիս ենք թե ինչ ենք մենք ուզում ստանանք, վերջնական պրոդուկտը ինչ է։ Եթե ինքը երկար տևողությամբ է, արդեն որոշակի պետքա խնդիրներ է լինում, որ խումբ աշխատի, որտեղ մենակով շատ դժվար կլինի երկար այդ ֆիլմ անել։ Իսկ փոքր բաների համար հնարավոր է եւ անել։ Ասենք եթե դու առաջարկ ստանաս այդպիսի պրոյեկտ անելու, կանես։ Իհարկե։ Դե հուսանք ինչ որ մեկը այդպիսի պրոյեկտ քեզ կառաջարկի, որովհետեւ ինձ թվում է շատ ինքը ակտուալ է տվյալ պահին էլի, ինչ որ գիտակցություն արտնացնելու համար կամ չգիտեմ թեկուզ փոքր հասակից որ մարդիկ տեսնեն որ սենց չի, սենց է, սենց էլ կա,
այդ կարգի ինչ-որ բաներ էլի։ Հիմա ճիշտ ասած ես չէի ուզում կոնկրետ մենք սկսեինք խոսել սահմանափակ հնարավորությունների մարդկանց խնդիրներից, ես ասեցի ես ոնց էի ուզում լիներ, այսինքն դա ես կուզեի լիներ ամբողջովին ուրիշ բանի մասին հաղորդում ու ասենք վերջում միայն մարդիկ հասկանային, որ դու ունես սահմանափակ հնարավորություններ տեղաշարժման։ Բայց քանի որ նենց ստացվեց, որ մեր նկարահանումը միանգամից ցույց տվեց, որ դու սայլակի մեջ ես նստած, գտնում եմ, որ այլևս խաղալն անիմաստ է ու արի խոսանք այդ հարցերից, այդ խնդիրներից, ինչի առաջ է կանգնում այսօր սահմանափակ հնարավորություններ տեղաշարժվելու հնարավորություններ ունեցող մարդը։ Ես մի քիչ լրիվ այլ կողմից մոտենամ սա։ Հա, իհարկե, որ կողմից ուզում ես մոտեցի։ Ինձ թվում է հիմա մենք ունենք այն ինչ որ ունենք ու այն ինչ որ ունենք գալիս է այն տեղից, որ այդ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ իրանք պատրաստ են այս վիճակին ու դրա համար էլ հիմա այս վիճակն է։ Այսինքն ոչ ոք չի պայքարում ավելի լավ լինելու համար։ Հա, իրանք համաձայնվել են այս պայմանների հետ ու հիմա sense փոխ համաձայնեցված ապրում են։ Ու sense շատ երկար կարա գնա, քանի դեռ այս համագործակցությունը, այս պայմանավորվածությունը աշխատում է։ Դե այդ մարդկանց արդեն գլխի մեջ նստածած է, գնալով նստածում են, որ sense պետքա լինի ու այն կողմից ոչ մի բան չի հələ որ ամբողջացում չէ մարդկանց անհատների կողմից ովքեր որոնք այդ խնդիրներ ունեն հա իրանց դրել են խնդիրների լիքը առաջ ու իրանք դրանով պայմանավորվել են որ իրանք պետքա լինի սենց այսինքն իրանք չեն էլ պատկերացնում թե բա ոնց կարա ուրիշ կերպ լինի ու տենց այդտեղ արդեն պայմանավորությունը ստեղծվեց քանի որ ես չեմ պատկերացնում ուրիշ ոնց կարա լինի ես ապրում եմ արդեն այս պայմանների հետ համաձայն բայց ասենք ինչ ձևի կարելի է այդ իրավիճակը շտկել դուք երևի պիտի այդպիսի մարդիկ իրար գտնեք համախմբվեք ինչ որ քայլեր ձեռնարկեք ձեր իրավունքները շեմը բարձրացնելու կամ եղածը գոնե կիրառելու համար ինձ թվում է հենց այդ խնդիրը կապված է նաև ուրիշ խնդիրների հետ այդտեղ հարցը այն չի այդ սահմանափակ հնարավորությունով մարդու խնդիրը չի այդ մենակ հա դա հասարակության խնդիրն է բնական է հիմա պետք է այդ արթնանալու պահը լինի այդ թելադրված պայմաններին չենթարկվել բայց այդտեղ հակառակ դեպքում իրանք ներկայացնեն իրանց պատկերացրած ձևերը այդտեղ այդ կարևոր դերն է որ իրանք պատկերացրած ձև չունեն եթե դու բողոքում ես մի բանի դիմաց, դու ներկայացրու, թե ոնց պետքա լինի, ինչ ես ուզում, այդ ինչ լինելու բանը չկա։ Դե ասեք դու կարաս սկսես այդ շղթայական ռեակցիան, քանի որ դու գիտակցել ես, դու գիտես իրավունքները ու գիտես ոնց կարա նաև լինի, եթե դա չլիներ այստեղ, դու ապրեիր մեկ այլ երկրում։ Հա, բայց այդ գիտակցության մեջ պետքա ինչ-որ բաներ փոխվի։ Ու այդպես ծիլ տա էլի։ Բայց ասենք գիտակցության մեջ կարա փոխվի ինչ որ մեկը նայի այս հաղորդումը ու տեսնի որ Տիկոն սենց է խոսում, այսինքն Տիկոին կարելի է զանգել ու իմանալ Տիկոն ինչ գիտի։ Չգիտեմ, ինչ որ համագործակցի կամ չգիտեմ միավորվի։ Էդ է ասում, որ թե պետքա ռոպագանդելով էթիկ փոխվի, այլ կոնկրետ ինչ որ բան անելով։ Գործողությամբ։ Բայց ես վեկա չեմ պատկերացնում, ասենք, այդ ուրիշ տեղից եւ անելը չեմ կարողանում էլի պատկերացնել, կուզեի նաեւ պատկերացնել։ Ինչ ես ուզում դու ասես, էլի կոնկրետ այդ գործողություն ասելով ինքը իր մեջ ինչ է պարունակում։ Օրինակ, մարդ երբ որ որոշում է, որ ինքը մարդ լինի։ Հա։ Այդ этаպից։ Երբ որ մարդ ուզում է, որ ինքը մարդ լինի, ու մարդավայել ապրի էլի։ Հա։ Այդ ազդակից ասում։ Իսկ քո խնդիրները վաղուց խնդիրներ են, մանկությունից խնդիրներ են, թե հետո են։ Համարյա մանկուց։
Այսինքն դու լրիվ ադապտացվել ես, լրիվ հարմարվել ես ու դու ասենք կոնկրետ այդպես դիսկոմֆորտ այդքան չես զգում, բացի տեղաշարժվելը եւ այլ։ Մնացած ամեն ինչում դու համարում ես ինտեգրված ու լիիրավ անդամ հասարակության։ Հա, հիմա ընդհանրապես պրոբլեմ իմ համար չեմ տեսնում էլ, նույնիսկ այդ ազատ տեղաշարժվելու ախրետին հենց հարաբերական է այդ հիմա դարձել։ Նույնիսկ ես ինտերնետի հայտնվելուց հետո արդեն հա, ընդհանրապես տեղաշարժվելու կարիք էլ չունես։ Արդեն շատ հարաբերական է այդ դարձել, հենց։ Հա, հասկանում եմ, որտեվ ես կոնկրետ այդ խնդիրը չունեմ, բայց ես էլ տնից այդքան դուրս չեմ գալիս առանց անհրաժեշտության։ Շատ լավ է, որ կա, չէ՞, ինտերնետ կա, Facebook, վերջի մարդիկ կարողանում են հաղորդակցվեն առանց ինչ-որ ավելորդ ճիգեր գործադրելու։ Իհարկե մեծ ուժ է, բայց կարա իրան նաև վնասակար ազդեցություններ ունենա, եթե օգտագործվի ի վնաս։ Եթե ինքը քեզ սկսի օգտագործել, այլ ոչ թե դու իրան հաստատ։ Իսկ ընդհանրապես հասարակության վերաբերմունքը կոնկրետ, դե ես չեմ ուզում ընդհանուր խոսեմ, մենք խոսում ենք կոնկրետ քո հետ, ասենք հասարակության վերաբերմունքը տարիների ընթացքում ինչ որ տեղաշարժ եղել է դեպի դրականը, որ ասենք մարդիկ ավելի ընկալունակ դառնան, ավելի հասկացող դառնան, ավելի չեմ ուզում կարեկից ասել, ինչ որ սրտացավ լինեն, էլի, ասենք, փորձեն մտնել քո վիճակի մեջ ու ասենք բան անեն, ինչ որ ոչ թե նայեն միայն, այլ ասենք ինչ որ մի բանով փորձեն օգտակար լինել։ Իրանք չեն պատկերացնում, ոնց կարող է օրինակ այդ խնդրելով մարդը լինի ինչ որ այսինչ ասպարեզում, չէ՞, կամ այս մյուս ասպարեզում։ Ես այս կողմից գիտակցելով այս ամեն ինչը անում եմ քայլեր, բայց զուգահեռաբար քայլեր գնում այն կողմից։ Որտեղ երբ որ ինձ տեսնում են այսինչ տեղը, արդեն իրանք սովորում են, որ այս տեղը կարա լինի այսինչ մեկը։ Հա։ Ու այստեղ արդեն սկսում է աշխատել։ Սենց։ Իսկ բաները ինչ որ կազմակերպություններ բաներ կան, ասեք ինչ որ, չգիտեմ, միություններ կամ չգիտեմ, ասեք ինչ որ համատեղ հավաքվելու, խնդրեմ ձևակերպելու, ներկայացնելու, թեկուզ իշխանություններին, թեկուզ ասեք ինչ որ հասարակական խնդիրներ արծարծելու։ Կան, բայց գիտեք ոնց։ Ես իրանց հետ այդպես չեմ առնչվում։ Ինչի՞։ Քանի որ ես ինձ այդքան էլ չեմ տեսնում պրոբլեմատիկ։ Բայց գուցե դու կարաս օգնես ավելի շատ։ Հա, ես ասել եմ, որ ես ինչ կարամ անեմ ձեր համար անեմ։ Հա։ Բայց ես չեմ կարող գնամ իրանց մեջ մտնեմ, ասեմ եկեք գիտեք սենց, որովհետև ես խնդրեմը իրանց այդ հավաքի լուծում, այսինքն այդ հավաքվելու բանի մեջ չեմ տեսնում։ Հա, երբ որ ամեն մեկը իր գործը անի։ Ու այդտեղից արդեն ավելի շատ բան սկսվի։ Այսինքն ես հիմա ավելի հարմար է ես հիմա նստեմ իմ համար իմ գործը անեմ տանը, ես իմ մասնագիտանամ ու մասնագիտությունը օգտագործեմ ու այդքանով ես ավելի շատ օգտակար կլինեմ։ Քանց թե գնամ կոչ անեմ, ասեմ գիտեք եկեք հավաքվենք, տենանք ես ինչ խնդիր է, մի հատ էսի տենց էլի։ Այս վերջի ժամանակները քաղաքում սկսել են ինչ որ բաներ կայանատեղիներ անել, չգիտեմ ինչ որ սենց սայլակների համար տեղեր սարքել, դրանք բավարար են, թե շատ քիչ են հələ։ Ես քիչ եմ տեսել։ Չես տեսել։ Բանկերի ինչ որ հաստատություններ կան, որ պարտադիր անում են։ Ախր այդ այնքան զրոական որ մակա լեվելա, որ այդ վաղուց այդ պետքա լիներ ու շատ վաղուց էլի։ Ու այդի հələ որ այդի հաշիվ չի էլի, սենց ասած այդ։ Եթե կան հարթակներ, կարամ ասեմ համոզված, որ ոչ մի հարթակ ստանդարտի չի համապատասխանում։ Այսինքն ինչու է արված հարթակ, եթե ինքը չի ծառայում որպես հարթակ։ Միայն տեսքի համար, որ ասեմ ստե հարթակ է։ Դրա համար նույն այդ ձեր ասած այդ բաները, այդ կայանատեղի այդ բաները, այնտեղ էլ ինձ թվում է ինքը ստանդարտով չի արած, ուղղակի ինչ որ արտակնապես նշան է դրած կամ ինչ որ մի բան։ Բանի համար, ճիճկայի համար։ Ծառայացնողն էլ չկա։ Այն որ մենք ասում ենք պետքա պատրաստվի, պետքա էդի ծառայացնողը գա ծառայացնի, ոչ թե տեղը սարքեն, որ կարաք ծառայացնեք այս տեղը։ Հա։ Այսինքն այդ լրիվ ձևական կողմը ապահովել են, բայց իրականում ոչ մի բան չկա։
լավ Տիկո ջան, հիմա ոնց մարդը հասնի այդ քո ասած ներքին ներդաշնակությանը, ներքին ասենք այդ խաղաղությանը, որ հետո արդեն անի մնացած այլ քայլերը։ Այստեղ երբ որ ասում ենք հասնել, հա, կարելի է մտածել թե դա եսին որտեղ է որ պետք է հասնել, բայց այդ եսին որտեղ չի էլի, այդ շատ էլ մոտիկ ու իր մեջ գտնվող մի հատ տեղ է, որ ընդհանրապես պետք է վստահ լինել, այսինքն հիմա այսօր պրոբլեմ ունեցող մարդը ինքը իրան համարում է անպիտան, ոչ մի բան չի կարող անի, տենց մտածում է իր մասին, ու տենց ու ինքը արդեն իր տեղը դատարկվեց այդտեղ, ու տենց բոլոր տեղերում։ Իսկ երբ որ մարդ այդտեղ մտածում է, որ չէ ինքը կարա անի շատ ավելին, քան մտածում է, այդտեղ սկսում է արդեն այդ բանը բացվել։ Այսինքն ինչ որ մի հատ չխկ պետք է տեղի ունենա, որից հետո այդ ամեն ինչը պետք է արդեն գնա առաջ։ Իսկ ասենք հակառակ կողմի վրա ազդելու համար իրանց հետ ինչ է պետք անել, որ իրանք էլ արթնանան, որովհետև մենակով չես կարա, չէ, մեկը ինչ որ մի մեծ բանի հասնես։ Դե հակառակ կողմն էլ արդեն ինքն էլ արդեն կձևավորվի այս մյուս կողմի ազդեցությունից։ Այդ նշեցինք մի քիչ առաջ, երբ որ արդեն տարբեր տեղերում սկսի գործունեություն ծավալել տարբեր տեսակի մարդկանց, արդեն sense tendency դա տեղի ունենում հասարակության մեջ, ու sense tendency դա ձևավորում է հասարակություն։ Մենք ստեղ որ ասում ենք հասարակություն եւ այն մյուս կողմը պրոբլեմ ունեցող, դա իրականում չէ որ մի շրջան է մեծ։ Ես կասեի նույնիսկ 3 կողմ է՝ հասարակություն, իշխանություն եւ պրոբլեմ ունեցող մարդիկ, որովհետեւ բախվում ես համ հասարակության հետ, համ ինչ որ օրինական հարցեր լուծելու համար բախվում ես իշխանությունների հետ, գումարած դրա նաեւ բժշկական հաստատությունները, որ չգիտես որի մեջ ներառես, երկուսից էլ կան։ Անսահման կարող տալով ենք այդ ոլորտները, շվերվելով, այտենց կազմալուծվի ամեն ինչ։ Դե համենայն դեպս ինձ թվում է, որ պրոբլեմ ունեցող մարդկանց հանդեպ ընդհանրապես պիտի ուշադրությունը ավելի մեծ լինի ու հնարավորություններ, ինչ որ զեղչեր կամ չգիտեմ թեկուզ հարկային դաշտ, ամեն ինչ պիտի հարմարեցրած լինի այդ մարդկանց համար, որովհետև առանց այդ էլ իրանք ունեն ինչ որ սահմանափակ հնարավորություններ ու մի հատ էլ ընդհանուր օրենքներն են ենթարկում դու պետության կողմից քեզ պաշտպանված, խնամված, հոգ տանում է քո մասին պետությունը։ Չէ, իհարկե ոչ։ Չի տանում։ Չէ։ Ինչ որ թոշակ բան, այդպիսի բաներ, երբ սիմվոլիկ կարգով, հա։ Այդպես բաներ կա, բայց չգիտեմ այդ ինչքան է կազմում, ինչ որտեղ ընդհանրապես չի էլ հետաքրքրում դա։ Հա։ Այստեղ արդեն երևի թե եթե շարունակենք sense այս խոսակցությունը կգնանք ավելի շատ ուրիշ տեղեր այն որ հիմա չէ որ իշխանության համար մեկը այնտեղ մյուս կողմում ով է այսինքն եթե մարդը չի գնահատում որպես մարդ այնտեղ կարևոր չի մարդը ինչ տեսակ է արդեն ինչ խնդիր կա եւ ինչ պայմաններ կա Դե ինձ թվում է այդ ընդհանրապես այդ ամբողջ պատկերը հենց մեր հասարակության, մեր պետության պատկերն է տալիս, որովհետև ինչքանով ինչպես է վերաբերվում պետությունը, հասարակությունը իր պրոբլեմ ունեցող մարդկանց, այնպիսին էլ ինքը կա։ Այսինքն մեզ շրջապատող աշխարհը, մեզ ղեկավարող մարմինները անսիրտ, անհոգի, ինչ որ դրսևորումներ են ցույց տալիս մարդկանց հանդեպ, որոնց պիտի հակառակը օգնեն, հոգ տանեն իրանց մասին, ամեն ինչ անեն, որ այդ մարդիկ թեթև ապրեն ավելի, էլի։ Թեկուզ ասենք դա լինի ինչ որ թողելի լինի ձևական հարթակի տեսքով, բայց մի քիչ ավելի ցայտուն լինի, մարդը իրան լավ զգա, թեկուզ երեխան, որ մեծանում է, էլի, ասենք իրան օտարված չզգա հասարակությունից։ Երեխաները օրինակ տենց խնդիրներով, մանավանդ դեռահասները, իրանք շատ դժվար են չէ տանում այդ ամեն ինչը, ասենք հոգեբանորեն շատ դժվար են։ Դա իսկ ընդհանրապես հոգեբանի հետ առնչվել ես դու երբևիցե։ Չէ։ Քո բախտը բերել է ինձ թվում է, դու ուղղակի sense մի անգամից sense գիտակից ոլորտի վրա ես հայտնվել ու ասել ես sense հա ուրեմն բանն է որ տեղի հակառակ process-ը ոնց որ թե ավելի շատ
ինձ դիմում են որպես հոգեբան։ Յա։ Իսկ բաներին ինչ որ հասարակական քաղաքական բաներին ինչ որ ակտիվություններին բաներին ինչ որ ձևի մասնակցություն ցույց տալիս ես ինչ որ տես քո դիրքորոշումը արտահայտելու կամ Չեմ մասնակցում տենց ակցիաների եւ այլ բաների, բայց մտածում եւ վերլուծում ենք տարբեր փաստեր, իրավիճակներ, այսպես նեղ շրջանի մեջ։ Այդպես։ Դե հիմա մի հարց տամ, որ տալիս եմ համարյա բոլորին, ինչ ա լինելու մեր վերջը։ Վաու։ Ինչ ա լինելու մեր վերջը։ Հա։ Մեր վերջը չի լինելու։ Չէ, մի փաստ է, որ դրված է շատ վաղուց։ Երևի թե ցավն էլ էդ է, որ մեր վերջը դրված չի։ Միգուցե լավ կլիներ, որ մենք իմանայինք մեր վերջը երբ է լինելու։ Այդ ժամանակ կարողանային կազմակերպվել, կազմավորվել, խելքի գալ։ Վերջի համար։ Հա, չէ, եթե իմանայինք, որ մեր վերջը լինելու է, մենք կարողանայինք կազմակերպվել ու խելքի գալ։ Բայց քանի որ սենց ընթանում է, այս ցույց է տալու, որ մեր վերջը չի լինելու։ Այսինքն մարդ տենց էլ մնալու է իր փնտրտուքների մեջ, ինչ որ Էսի մի յուրատուկ տեսակ է սենց էլի։ Մարդը։ Կոնկրետ այս հայ մարդը էլի։ Հայ մարդը։ Դե լավ, Տիկո ջան, չգիտեմ էլ ասենք ինչ կուզես դու ասես, գուցե դու ինչ որ բան ես ուզում ասես, կարճ երկու բառով։ Ինչ մոտիվներով։ Ինչ մոտիվներով ուղղակի ասենք առաջին բանը որ կուզես ասես ինչ որ մի 100-200 հոգու, որոնք որ կնայեն մեզ։ 100-200-300 Հա, ավելի շատ։ Գուցե եւ ավելի շատ։ Դե այստեղ քանակը կարևոր չի, քանակը կնայեն։ Ինչքան էլ որ նայեն, լավ կլինի, որ ընդհանրապես դե վստահ լինենք էլի։ Չկասկածենք ինչ-որ բաների վրա մանր լիներ սենց։ Հաստատ, հա։ Հաստատ վստահ։ Վստահ, ուրեմն վստահ լինենք ու շարունակենք ապրել, որովհետև վերջը չկա։ Տիկոն ասում է, որ վերջը չկա։ Շատ շնորհակալություն Տիկո ջան։ Հուսով եմ մի օր դու իցյուր կգաս Ֆրեդերիկ Վեստ անելու։ Անպայման։ Դե պակա։